Տիրոջ անունը փառավորվի, սիրելիներ, շնորհակալ ենք այսօրվա համար, պաշտամունքի համար, Տիրոջ ներկայության համար, սիրելիներ, Տերը ներկա է։ Մենք այստեղ որ հավաքվում ենք, թե խոսքը լսելու, թե խոսալու, թե աղոթելու, թե երգելու, ամենը վերաբերվում է նրան, սիրելիներ, եւ նա այստեղ ներկա է։ Մեր սրտին կնայե, ինչ փափագով ենք եկել, կարևոր չէ, գիտեք, բոլորս այդ տկարություններ ունենք։ Երբ որ այդ տկարություններից վերև կարողանում ես իրան տեսնել, քո տկարությունները կիսվում ես նրա հետ։ Իսկ եթե մտածում ես, թե այդպես տկար եմ, չգիտեմ ինչ եմ, Տերը ինչ պետք է անի, Տերը շատ բան, ամեն ինչ կարող է անել, սիրելիներ, կարող է քո սրտի հետ զրուցել, կենտանի խոսք փոխանցել ինձ ու քեզ, եւ մենք այդ խոսքը բռնելով ամուր նորոգվենք, մեր ներսը այդպես նոր բան կա, եւ մենք զգանք Աստծո այցելությունը, լսվենք նրանով, սիրելիներ։ Եվ այս ամենը վերաբերում է խոսքին, ես կուզեմ միտեղ կարդամ Հովաննու ավետարան, շատ հայտնի տեղ է, բոլորս շատ լավ գիտենք, Հովաննու ավետարան 10-րդ գլուխ 10-րդ խոսքն է, ասում է. Գողը չի գալիս, բայց միայն որ գողանա եւ սպանե եւ կորցնե։ Ես եկա, որ կյանք ունենան եւ ել ավելի ունենան։ Սիրելիներ, մենք բոլորս աշխարհային կյանքից ենք դարձել ասում։ Եւ աշխարհային կյանքի մեջ մենք ունել ենք փնտրտուք, ունեցել ենք այս ապրումներ, բայց գիտեք, ժողովուրդ գիրքը այդ ամենի վերաբերյալ ինչ է ասում, որ ինչքան էլ դու աշխարհի մեջ, չգիտեմ, մնայուն բան փնտրես, մնայուն արժեք, որ այդ մի բանը քո մեջ տրվել է եւ դու կարող ես այդպես դրանով ուրախանալ, չկա այդպես բան աշխարհի մեջ, սիրելիներ։ Եվ ժողովուրդ գիրքի մեջ առաջի գլխից այդպես խոսում էր, Սողոմոնը ասում էր, ամենը ունայն է, ունայնության բոլորը ունայն է։ Ինչ օգուտ ունի մարդը իր բոլոր տառապանքից, որ քաշում է արեգակի տակին, միած գնում է, միած գալիս, բայց երկիր հավիտյան մնում է։ Եվ այստեղ շատ տեղեր կրկնում են խոսքը, ասում է քամի աշխատանք է, ամեն խոսքերը տկար են, մարդը չի կարող ասել, աչքը չի կշտանում տեսնել, ծականջը չի լցվում, ինչ որ եղել է նա կլինի, ինչ որ արված է նա էլ կանվի, եւ արեգակի տակին բնավ մի նոր բան չկա։ Կա արդյոք մի այնպիսի բան, որի համար ասվի տեսանոր է, արդեն 5 տարերից եղած է նա, որ մեզանից առաջ եղել է։ Առաջինների հիշատակը չկա, նաև այն հետինների համար էլ, որ գալու են, հիշատակ չի լինելու նրանց մոտ, որ հետո են գալու։ Սիրելիներ, ամեն բան ունայն է, ու մարդը փնտրում է մի հատ մնայուն արժեք, որտեղ է այդ բանը։ Ես այդպես մի քանի օր առաջ այդպես նստած մտածում էի, թե այդպես միտք տրտմություն կար, ասում եմ, մենք Աստծուն ենք հավատացել, Քրիստոսին, եւ Քրիստոսի մեջ է կյանքը, բայց իմ ներսս ինչու է այսպես կա տրտմություն, չէ որ եթե մենք հասկացել ենք, որ կյանքը Քրիստոսի հետ է, մենք այդ բանը մեր մեջ փաստվել է, երբ որ այն առաջի անգամ, առաջի պահերի մեջ Աստված այցելություն արե, բացել ավետարանի խորհուրդը, ներսդ ուրախություն է լցվել, հանդիմանություն ես առել, եկել ես Տիրոջը, խոստովանություն ես արել եւ դու Տիրոջից առել ես այդ սուրբ այրունը ցողել է վրադ եւ դու զգացել ես այդ ներումը քո մեջ, ուրախություն է լցվել ներսդ, այդպես մնայուն արժեք, ասենք, կյանքի հետ հաղորդ ես տարել, սիրելիներ, բայց այդ ճանապարհը, որ հիմա գնում ենք, սիրելիներ, ես չգիտեմ, որից մոտ ինչքան է ստացվել։ 20 տարի գուցեև կուկաս եկեղեցի, կամ ավել 30 տարի, 10 տարի, չգիտեմ, ով ինչքան։ Գիտեք, մենք հաղորդակցվելով Աստծո հետ, Աստծո կենտանի խոսքի շատ բաներ վերցնելով, շատ խոսքեր, շատ համարներ կան, որ եթե դու ես կապի մեջ ես, քո ներսիդին պետք է կամաց բարձրանա այդ կյանքը։ Շատերս երկար տարիներ գուցե կնանք կանք, բայց էլի այդպես տրտմություն լինի մեր մեջ,
Ու մենք մեզի հարց տանք, ինչու է այսպես։ Չէ՞ որ Աստված Քրիստոսին հանդիպելով դու կյանքին ես հանդիպել, պետք է ներսդ լցված լինի, բայց ինչու է ներսդ այդպես տրտում, ինչու է այդ ամբողջը, որ կյանքի վերաբերյալ պատկերացումներ ունես, հոգևոր կյանքի, ինչու ամբողջը չի գործում մեր ներսիդին, սիրելիներ։ Մի քանի համարներ կար, որ ես պես նշել էի, սիրելիներ, Եփեսացիս թղթի մեջ 2-րդ գլխում ասում էր դուք, որ մեռած եք հանցանքների մեջ, մեղքերումը, երբ որ մեռած ենք հանցանքներում, մեզ կենտանի արավ Քրիստոսի հետ։ Հիմա մենք կենտանի ենք։ Եվ Տիմոթեոս թղթի մեջ էլ 2-րդ գլխի, 2-րդ Տիմոթեոս առաջի գլուխ 9-րդ խոսքից կարդամ, որ ասում է, որ փրկեց մեզ սուրբ կոչումով կանչեց, ոչ թե մեր գործերի համեմատ, այլ իր առաջադրության շնորհքի համեմատ, որ տրվեցավ մեզ Քրիստոս Հիսուսումը հավիտենական տարերից առաջ։ Եվ հիմա հայտնվեցավ մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի երևելով, որ խափանեց մահը եւ լույսի մեջ բերավ կյանքը եւ անմահությունը ավետարանի միջոցով։ Հիմա սիրելիներ, ավետարան ասում է, փրկեց մեզ եւ սուրբ կոչումով կանչեց։ Այս կոչմուկը որ հասել է ամեն մեկից, սուրբ կոչում է, սուրբ կանչել է ինքը, սուրբ կոչումով է կանչել, կանչել է, որ դու սուրբ լինես, եղբայրները շատ անգամ այդ խոսքը հիշեցնում է, սուրբ, այսինքն առանձնացված Աստծո համար, այլևս դու նրան պատկանես, և ավետարանի միջոցով, և հիմա ասում է հայտնվեցավ մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի երևելովը, որ խափանեց մահը, և լույսի մեջ բերավ կյանքը և անմահությունը ավետարանի միջոցով։ Կյանքը և անմահությունը ավետարանի խոսքի միջոցով։ Հիմա մենք խոսքի հետ կապ ունենք։ Մեր ճանաչողությունը, տեսեք, կյանքի համար Տերը խոսք էր ուղղում Հովհաննես ավետարան 11-րդ գլխի մեջ, երբ որ Ղազարոսը մահացել էր, տրվել էր գերեզման, Եվ Տերը եկավ, և քույրերը հիշում եք ինչ էին ասում, երկու քույրն էլ այդպես էին ասում են, եթե այստեղ լիներ մեր եղբայրը չէր մեռնի։ Եվ այնտեղ 11:25 խոսքներ կարծեմ, ասում է, ես եմ հարությունը և կյանքը։ Ամեն ով որ կենտանի ինձ հավատում է, չի մեռնի, և ով որ մեռնի պիտի հարություն էլ առնի։ Հիմա ինքը ասում էր, ես եմ հարությունը կյանքը։ Տեսեք, Մարիամը Մարտան ասում է, մենք հավատացել ենք, որ հարություն պետք է առնի հետին օրը։ Տերը ասեց հարությունը և կյանքը։ Եվ Մարտան ասում էր, ես հավատում եմ, որ պետք է հարություն առնի։ Հարության համար ինքը հավատում էր, բայց կյանքի համար ինչ էր ասում։ Գիտեք, այդտեղ Տերը նույնիսկ լացել եղավ էլի իրանց անհավատության համար։ Հիմա այդ լացը ինչի համար էր։ Մարդիկ մտածում են, որ Ղազարոսը, դե քուրերը, հարազատները մտածում են, որ Ղազարոսը ապրեր։ Դու այստեղ եղներ Ղազարոսը կապրեր, չէր մեռնի։ Բայց Տերն ասում էր, ես եմ հարությունը և կյանքը։ Եվ հետո ասում է, եթե հավատա Աստծո փառքը պետք է տեսնենք։ Ու Աստծո փառքը ո՞րն էր այդտեղ, որ ինքը հարություն տվավ, չէ մեռելին։ Բայց կյանքի մասին ինչ կար այնտեղ։ Ասենք Մարտան, Մարիամը լցված էին այդ կյանքով, սիրելիներ։ Այն կյանքով, որ երբ որ դու լցված կյանես, դու այլևս չես մտածել, չգիտեմ ինչ բաները, չի ծանրանա քո վրա։ Դու կհասկանաս, որ կյանքը Քրիստոսի մեջ է։ Ու մենք գնում ենք այդ ճանապարհով եւ Տերը ցույց է տալիս այդ ճանապարհը Հովհաննես 14-րդ գլխի մեջ 6-րդ խոսքն ասում էր ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Մենք ուզում ենք կյանքի մասին հասկանալ, իմանալ։ Սիրելիներ, Տերը ավետարանը ցույց է տալիս, որ ճանապարհը Քրիստոսն է, ճշմարտությունը Հովհաննես 8-րդ գլխի մեջ ասում էր իրան հավատացող հրեաներին ասում էր եթե դուք իմ խոսքի մեջ մնաք ճշմարտապես իմ աշակերտներն եք եւ ճշմարտությունը կճանաչեք ու ճշմարտությունը կազատե ձեզ։ Հիմա տեսեք
Մենք պետք է անցնենք այդ ճանապարհը, որպեսզի հասնենք կյանքին։ Այդ ճանապարհը գնալն էլ հեշտ չէ։ Դժվարություններ կլինեն, փորձություններ կլինեն, հավատքդ հաստատվելու համար, բայց որ ճանապարհը մեկն է, Քրիստոսն է, ուրիշ ճանապարհով չես կարող գնալ։ Խոսքի մեջ մնալով է, որ պիտի ճանաչես, հասնես ազատությանը, այս ճանապարհը չի փոխվում։ Սա Աստծո խոսքն է, որին մենք հավատացով դարձել ենք, հավատքով ընդունել ենք եւ մեր կյանքի ճանապարհ հասնելու համար կյանքին մենք պետք է գնանք ավետարանի խոսքով։ Ավետարանի խոսքը ունենալով, սիրելիներ։ Եվ հիշում ենք Մատթեոս ավետարան 13-րդ գլխի մեջ, երբ որ սերմնածանի առակի մասին էր խոսում Տերը, այնտեղ շատ կարևոր մի հատ խոսք կար գրված Մատթեոս 13-րդ գլխից։ Կուզեմ այդ խոսքը հատուկ շեշտվի 19-րդ խոսքն էր, ասում էր այն ամենից, որ առկայության խոսքը լսում է եւ չի իմանում։ Տեսեք, ինչ որ ավետարանը խոսում է, Տիրոջ խոսքն ասում է, սա առկայության խոսքն է։ Ավետարանի խոսքը առկայության խոսք է։ Ավետարանի խոսքը հավիտենություն տանող խոսքն է։ Քրիստոս կյանքին բերող խոսքն է, ճանաչողության խոսքն է։ Ավետարանի խոսքը հավետանության սերմերն են նույնիսկ կարելի ասել, որտեղ սերմնածանի մեջ այդպես ասում էր սերմնածանի առագի, չէ, ամեն ինչը սերմի սկզբունքից էր, սիրելիներ։ Ցանվան սերմերը պարարթող գտնվավ, աճան իրանք ու պտուղ բերեցին։ Հիմա մենք այնտեղ կարդացենք, չէ, Հովհաննես ավետարան 10-րդ գլխի մեջ 10-րդ խոսքը ասում է գողը չի գալիս, բայց միայն որ գողանա։ Ինչ է ուզում գողը գողանալ։ Գողի գեր նպատակը որն է։ Գողանալ այդ Աստծո սերմերը, արքայության խոսքը, հավիտենության սերմերը իմ ու քո միջից։ Իր նպատակը սա է, սիրելիներ։ Մենք ընկալում ենք, ըմբռնում ենք, որպեսզի մենք կյանքին հասնենք, ավետարանի ճանապարհով պետք է գնանք։ Որպեսզի այդ կյանքը բացվի, խոսքը պետք է մեր մեջ կենտանի եղնի։ Տեսեք, այդպես օրինակ կար, չէ, որ Եգիպտոսի ժողովրդին դուրս հանեց մանանայով էր կերակրում Աստված։ Այդ մանանար շաբաթվա 6 օրը մանանա էր տալիս Աստված, եւ 6-րդ օրը 7-րդ օրվա համար կրկնակի էր տալիս։ Հիմա եթե այն առաջի օրվա մանանան մենք պահենք 2-րդ օրվա համար, գիտեք, չէ, ջանում էր։ Այստեղ կարելի է այդպես միտք առնել, սիրելիներ, որ մեզ էլ այսօր այդ խոսքը մանանայի պես ամեն օր պետք է։ Արկայություն տանող խոսքը, հավիտենություն տանող խոսքը ամեն օր նոր պետք է անի։ Ամեն օր դու պետք է հաղորդակցվես, լցվես, վերցնես եւ հակառակորդի կողմն որ կնայենք, իրան մեկ կարևոր նպատակը տեսնում ենք, որ հենց այդ սերմանված խոսքը քեզանից տանի։ Ուրեմն այսօր մենք կարողանում ենք գնահատել այդ խոսքի արժեքը։ Մենք հասկանում ենք, որ սերմանվել ավետարանի խոսքով դա նշանակում է, որ այդ ճանապարհի մեջ ենք։ Ու եթե մենք հաստատվենք, մեր ընթացքը կպահենք ավետարանի խոսքի մեջ, չգիտեմ, անկախ բոլոր վիճակներից։ Անկախ բոլոր վիճակներից, սիրելիներ, որտեղ կա տրտմություն, կա նեղություն, կա փորձություն, դժվարություն, խնդիրներ, որոնց լուծումները մենք չենք կարող ընկալել, հասկանալ, եւ այդ ամենը մեզ կարող է ծանրացնել ու մեր հայացքը շեղել ավետարանի խոսքից։ Բայց այն մեկը, որի մոտ հաջողվում է բռնել ավետարանի խոսքը, իր ներսը նորոգել ավետարանի խոսքով, իր ճանապարհը կառուցել այդ ընթացքով, ինքը կգա այդ վիճակին։ Մենք անցած անգամ էլ հիշեցինք այդ պահը, երբ որ Աբրահամը փնտրում էր, գիտեք, այդ կյանքը։ Փնտրում էր։ Տեսեք, ինչպես այնտեղ քույրերը ասում էին, եթե դու այստեղ եղներ, մեր եղբայրը չէր մեռնի, Աբրահամն էլ փնտրում էր այդ կյանքը։
երբ որ խոսմունք եղավ, դուրս եկավ երկիրը, գնաց Կանանու երկիր, այնտեղ զավակ էլ ունեցավ աղախնից, ու այդպես 24 տարի անցել էր, 24 երկար տարիներ, ու ասեմ, որ Աբրահամի սրտում պաշտամունքը չէր դատարեր, սիրելիներ, ուր գնում էր սեղան էր սարքում, սեղան Աստծո համար, ինքը աղոթքի մեջ էր, պաշտամունքի մեջ էր, փնտրտուքի մեջ էր, բայց երբ որ 99 տարեկան հասակում նորից խոսմունքը կրկնվեց, ինքը ասում էր, ինքը տեսեք իր անունը այդտեղ փոխվավ, Աբրահամը դարձավ Աբրահամ, բայց ինքը մտածում էր, թե Իսմայելը ընդունվիր, մարմնի պտուղը ընդունվիր, գիտեք, մենք բոլորս ունենք սկզբունքներ, բայց այդ սկզբունքները, սիրելիներ, երբ որ Տիրոջը գուկաս, այդ սկզբունքները պետք է վերջանան, դատարին, քո սկզբունքը մեկը պետք է դառնա, ավետարանի խոսքով առաջնորդվելը, ճանաչողության ճանապարհը մենակ ավետարանի խոսքի միջոցով է, եթե մենք այնտեղ խառնենք ուրիշ բաներ, այս դեպքում պատկերացնենք, որ մենք էլ ունենք մի բան մեր մեջ, այդ ամենը Տերը ասեց պետք է քանդվի, այդ ամենը ժառանգություն չէ, այդ ամենը երկինքը չի կարող, ինչ որ կա, հին տաճարը պետք է քանդվի, քարերը չպետք է մնան իրար վրա, իսկ մենք գնալով այդ ճանապարհը Աբրահամը փնտրում էր, գիտեք, փնտրում էր, ինքը մտածում էր, թե այդ հին մարդուց եկածը պետք է հաստատվի, սկզբունքները պետք է հաստատվին, բայց Տերը ասեց ոչ, նա չէ, այլ քո երանքից դուրս եկածը։ Ու երբ որ 99 տարեկանում իր անունը փոխվավ, Աբրահամ կոչվեցավ, ազգերի հայր եղավ, հավատքի հայր եղավ, ինքը այդտեղ հասկացավ, գիտեք, եւ մի տարի հետո որ Իսահակը ծնվեց, ինքը ընկալեց այդ բանը, որ կյանքը Աստծո մեջ է, որովհետև ինքը մեռած մարմին էր, սիրելիներ, բայց Հռոմեացիս թղթի մեջ ասում է, զորացավ հավատքով, Աստծուն փառք տվավ, չնայեց իր տկար մարմնին, եւ ոչ է Սարայի, եւ խոստմունքի ժառանգորդ դարձավ։ Էս Իրանից էր, թե Աստծուց էր։ Աստծուց էր, սիրելիներ։ Ու երբ որ Իսահակը ծնվավ, ինքը մի բա կարող է մտածում էր, այդպես չէր ընկալվեր, բայց ինքը այդ ճանաչողությունը բերավ նրան, որ ինքը հասկացավ կյանքը Աստծո մեջ է։ Ինքը ընդունեց, ապրավ այդ վիճակի մեջ է։ Այսօր մենք այդ ճանապարհի մեջ ենք, մենք չգիտենք, հələ շատ, գիտեք, եթե չգնանք, շարունակաբար չգնանք, մեզի համար դժվար է եղնելու։ Աստծո նպատակը, որ մենք այդ կյանքին հասնենք, որ մենք ապրենք, Սատանայի նպատակը հասկացանք, իրան ուզածը ինչ է, քեզանից գողանա այն, որը պետք է քեզի հասցնի Քրիստոս կյանքին։ Իր ուզածը, գեր նպատակը, իսկ մեր գեր նպատակը որն է, որ այդ խոսքերը բռնենք մեր սրտի մեջ, դնենք մեր սրտի մեջ։ Եվ երբ որ Իսահակը մեծացավ, արդեն պատանի էր, Աստված ասեց տար նրան զոհարը։ Այն մարդը, որը չհասկանար, չընկալեր, չհավատար, որ կյանքը Աստծո մոտ է, կյանքը Աստծո մեջ է, կարող էր իր զավակին զոհանել, սիրելիներ։ Այսօր էլ ենք մենք զոհեր անում, գիտեք, մեր հարազատները մեզանից բաժանվում են, բայց այդ տրտմությունը չի պատում մեր ներսը, մխիթարություն է գալիս, ու մխիթարության հիմքը, որ կյանքը այստեղ չի վերջանում, կյանքը Աստծո մեջ է։ Ու երբ որ մենք շատերս կարող ենք փաստել, ասել, վկայել, ցույց տալ, շատ դժվարություններ կան, բայց կարծես այդ ներսի աշխարհը, եթե Քրիստոսի ներկայությունը քո մեջ է, Քրիստոս կյանքը ներսդ լցված է, ներսի աշխարհը խաղաղություն կա։ Խաղաղությունը նրանից է, շատ բաներ մենք չգիտենք, մենք ոչ թե հոգ չենք անում, շատ էլ ցավում ենք շատ բաների համար, բայց նաև մենք դուռ ունենք թագելու, տեղ ունենք դիմելու, մեկը կա, որին կարող ենք մեր սիրտը բացել, ուղղել մեր աղոթքը, մեր խոսքը, ու նրա օգնությունը չի ուշանում, սիրելիներ։ Սա է մեզի պետք, ճանաչողության ճանապարհը գնալ, մեկին էսպես կլինի, ավետարանի խոսքը բռնել ամուր, թաքցնել սրտիդ մեջ,
որովհետև նրա համար մեկը կա, որ մտածում է, որ գողանա քեզանից։ Գողը չի գալիս, իր նպատակը սա է, որ գողանա։ Գողացավ խոսքը։ Կարևորը խոսքը գողացավ, այլևս հավատք, կենտանի հավատք, բրգարար հավատք, որը գնալով պետք է զորանա, այդ հիմքը քեզանից կտանի։ Այսօր մենք գնահատում ենք այս արժեքը։ Այս կարևոր բանը տեսնում ենք, որ մենք այստեղ էլ որ խոսք է սերմանվում, թաքցնում ենք մեր սրտի մեջ։ Մենք ունենք առօրյայի մեջ փնտրտուք, որ գնանք մանանան հավաքենք, բերենք օրը ամեն օրվա համար իր մանանան գտնենք, ուտենք, որ այդ բանը, այդ կերակուրը մեր մեջ զորություն պետք է դառնա, հավատքը պետք է բարձրանա, պետք է հաստատվի ու պետք է ճանապարհը անցնիս, բերե ճանաչողության, բերե ազատության, բերե Քրիստոս կյանքին, սիրելիներ։ Սա է ճանապարհը, ու ես կուզեմ, որ մենք շատ լուրջ լինենք այս բանի մեջ։ Այսօր Աստված իր խոսքով այնպես մի հատ արժեք է փոխանցում մեզի, որ այդ խոսքը բռնողը ինքը գիտե արդեն, ինքը հավրում է դրանով։ Երբ որ տրտմության մեջ ես ասում ես, հələ մի հատ նայեմ ես իմ տրտմության համար, որտեղ կա այդպես գրված, որտեղ կա նկարագրված այս վիճակը, որ իմ ներսս է կատարվում։ Ու քո ներսի վիճակները այն ամենա, չգիտեմ, որ գուցե մտածես, թե չկա այդպես բան, չկա այդպես վիճակ, ավետարանը բաց ու տես, որ այնտեղ կար այդ վիճակը։ Արդեն իսկ կար, ու Աստված էլ դրա համար խոսք ուներ պատրաստված քեզ համար։ Խոսք ուներ փոխանցելու։ Մարգարեության մեջ գրված էր, Երեմիա մարգարեության մեջ կար մի քանի տեղ, ամեն օր, ամեն առավոտ կանուխ վեր կենալով ուղարկում է իր մարգարեներին։ Հələ 139 Սաղմոսի մեջ ասում է, թե խոսք չկա իմ բերանում, ահա ամենը դու գիտես։ Իմ նստելն ու վեր կենալը դու քննում ես, զննում ես, գիտես, հերվից տեսնում ես ամեն ինչ։ Աստված հերվից գիտե քո ներսը ինչ է կատարվում։ Հիմա նստած ինչ ես մտածում, ինչի կարիք ունես, բաց ավետարանը, գտիր այդ տեղը, կարդա, վերցրա խոսքը, զորացի այդ խոսքով, ու մի թող որ սատանան կողանա, որպեսզի հաջողվի։ Տիրոջ անունը փառավորվի։